Իսպանիայի հարավում Գրանադա քաղաքում բարձունքի վրա գտնվում է միջնադարյան ճարտարապետության ամենահայտնի համալիրներից մեկը՝ Ալհամբրա պալատը։ Այն համարվում է իսլամական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ալհամբրան հայտնի է իր մանրակրկիթ նախշերով, բակերով և ջրային կառույցներով, որոնք համատեղում են արվեստը և ճարտարապետությունը։ Ալհամբրա պալատի կառուցումը սկսվել է 13-րդ դարում, երբ Գրանադան գտնվում էր մահմեդական Նասրիդների դինաստիայի իշխանության տակ։ Համալիրը ծառայել է որպես թագավորական նստավայր և վարչական կենտրոն։ Այստեղ ապրել և կառավարել են Նասրիդների թագավորները, ովքեր մեծ ուշադրություն են դարձրել պալատի գեղեցկությանը և ճարտարապետական հարդարանքին։ 1492 թվականին, երբ Գրանադան անցավ քրիստոնյաների իշխանության տակ, պալատը պահպանվեց և հետագայում օգտագործվեց տարբեր նպատակներով։ Ալհամբրան առանձնանում է իր հարուստ զարդանախշերով և բարդ կառուցվածքով։ Պալատի ներսում կարելի է տեսնել նրբագեղ քարե նախշեր, գունավոր սալիկներ, կամարաձև սրահներ, բաց բակեր շատրվաններով։ Հատկապես հայտնի է առյուծների բակը, որտեղ տեղադրված է շատրվան, շրջապատված 12 քարե առյուծներով։ Այս բակը համարվում է պալատի ամենահայտնի հատվածներից մեկը։ Ալհամբրա նշանակում է կարմիր ամրոց, քանի որ շինության պատերը կառուցված են կարմրավուն քարից։ Պալատի պատերին կարելի է տեսնել հազարավոր նախշեր և արաբական գրություններ։ Ջուրը կարևոր դեր է ունեցել պալատի նախագծման մեջ։ Շատրվաններն ու ջրանցքները ոչ միայն գեղեցկություն էին ստեղծում, այլ նաև զովացնում էին օդը։ Կառույցը համարվում է Եվրոպայում պահպանված իսլամական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Այսօր այն Իսպանիայի ամենաշատ այցելվող պատմամշակութային վայրերից է։ Այն ներկայացնում է միջնադարյան մշակույթների միաձուլումը և ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր ժողովուրդներ իրենց հետքը թողել պատմության մեջ։ Պալատը կարևոր վայր է պատմաբանների և ճարտարապետների համար, ովքեր ուսումնասիրում են միջնադարյան արվեստն ու մշակույթը։ Ալհամբրա պալատը ոչ միայն պատմական կառույց է, այլ նաև մշակութային ժառանգության կարևոր խորհրդանիշ։ Այն ներկայացնում է միջնադարյան արվեստի և ճարտարապետության բարձր մակարդակը և շարունակում է պահպանել իր արժեքը մինչ այսօր։ Ալհամբրան հիշեցնում է, որ մշակութային ժառանգությունը կարող է միավորել պատմությունը, արվեստը և մարդկային ստեղծագործ միտքը։